Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Գուրգեն Արսենյանի գլխավորած միավորված աշխատանքային կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հանդես կգա մեկ միասնական ցուցակով։ Մի ցուցակ, որը կոչվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակ, որը միշտ ներգրաված կլինի միավորված աշխատանքային կուսակցության կողմից առաջադրված մարդիկ։ Մոտավորապես քանի հոգի։ Մոտավորապես մի քանի։ Հայ ազգային կոնգրես ԲՀԿ համագործակցությունը ազգային ժողովում հնարավոր համարում եք։ Քաղաքականության մեջ ոչինչ չի։ Քանթիրը կայանում է դնում, թե ինչ նպատակներ արձանագրված։ Եվ այդ նպատակներին հասնելու ինչ մարզում։ Իսկ դուք դեմ չեք։ Կապրենք տեսնենք ասում։ Մենք գնում ենք խորհրդանական ընտրություն։ Հանրապետական կուսակցությունից ձեզ առաջարկ եղել է միանալու։ Ոչ։ Բայց եթե լիներ, չէիք մտի, չէիք։ Որովհետև նրանց պահպանողական են։ Մեր աշխարհընկալումը տարբեր է։ Նշենք, որ ՄԱԿ-ի այսօրվա համագումարին ներկա էր ԲՀԿ պատվիրակությունը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից է կապված։ Դե առաջիկա տարիներին Հայաստանը ինչ տնտեսություն կունենա եւ առաջիկայում ինչ կառավարություն ձևավորենք։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք միասնական ապահովել արդար բաց տապացիկ ընտրություններ, որի արդյունքում կազմակերպվի կառավարությունը։ Երբ Գագիկ Ծառուկյանը արդեն հեռանում էր, լրագրողները այնուամենայնիվ կարողացան մեկ հարցի պատասխան ստանալ, թե ինչու ԲՀԿ-ն բոլոր ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ չի առաջադրում։ Որտեղ որ համապատասխան մենք ունենք այն մարդիկ, ովքեր ցանկանում մեծանկանացնականով դնեն, մենք դա ունենք։ Պարոն Ծառուկյան, ինչ տեղեր հույս ունեք ստանալ ազգային ժողովից, պարոն Ծառուկյան։